Պարոն Եղոյան, ինչպես գիտենք, Վաշինգտոնում հստակեցվեց թրիփի շրջանակը արդեն երկու երկրների Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Ուզում էի ներկայացնեիք հնարավոր մտավախություններ կամ մտահոգություններ, որոնք պարունակում է այդ փաստաթուղթը կամ չի հասցեագրում, եւ այն հնարավորությունները, որով բացվում են։ Մտավախություն եւ մտահոգություն չկա ընդհանրապես չկա, եւ ես կզարմանամ, եթե որևէ մեկը այդտեղ որևէ մտահոգություն կամ մտավախություն գտնի, ինչի մասին է խոսքը, ուրեմն համաձայնագիր է, այսինքն հայտարարություն է տարածվել, շրջանակային հայտարարություն, որը սահմանում է TRIP-ի կազմակերպչական պարամետրերը, ըստ որի Հայաստանի հարավում Իրանի հետ սահման, այսինքն Սյունիքի մարզի հարավային հատվածում, գիտեք, Մեղրի շրջանում, եկեք այսպես ասենք, այնտեղ գործող կազմակերպություն ընկերություն է հիմնվելու հայ-ամերիկյան 74% բաժնեմասերի հարաբերակցությամբ 26-ը Հայաստանին, 74-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ այն ստանալու է կառուցապատման իրավունք, որից հետո պիտի արդեն կառուցի այդ ընկերությունը, բնականաբար հասկանում ենք, որ ամերիկյան ներդրումներով պիտի կառուցի ենթակառուցվածքներ, որոնք էլ արդեն պիտի գործեն Հայաստանի ինքնիշխանության իրավազորության ներքո։ Սա է, այստեղ, այսինքն մյուս գիտեք երազել կարելի է նման համաձայնության մասին։ Քննադատություններ կան, թե ինչու 26%, ասում են 26%-ի դիմաց ըստ էության միջանցքը տրամադրեցիք Միացյալ Նահանգներին, որ հրաժարվում եք տալ օրինակ Ռուսաստանին։ Դա ասում են ուժեր, որոնք 100%-ով են, չէ՞, մեր կրիտիկական ենթակառուցվածքը տվել օտարներին 100%-ով եղածը։ Սա դեռ գոյություն չունեցողն է, ինչու 26, որովհետև այդ ենթակառուցվածքը ստեղծելու համար պետք է արվի ներդրում։ Այդ ներդրումը պետք է անի ամերիկյան կողմը, եւ այդ ներդրումը պետք է ունենա հետգնելիություն, այսինքն այդ ներդրումը պետք է հետ ստանա։ Տարիների ընթացքում խոսքը այս դեպքում 49 տարվա մասին է։ Պատկերացնում եք, չէ՞, ինչքան երկար հետգնելիության մասին է։ Բա ինչքան պիտի լիներ ներդրողի մասնաբաժինը, որ հետգնելիություն ապահովեց, սա մեկ։ Ես բայց ուզում ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ սա 26%-ը շահաբաժնի մասին է խոսքը։ Այդ ընկերության հարկեր, տուրքեր, մյուս բոլոր ֆինանսական պարտավորությունները էլի գալու են Հայաստանի Հանրապետության բյուջե։ Այդ ճիշտ է այնպես, ինչպես օրինակ հիմա ոնց է ԶՊՄԿ-ն, չէ՞։ Մուծում է հարկեր, տուրքեր, շահութահարկ է վճարում, աշխատողների եկամտահարկն է վճարում եւ ի հավելումը դրա շահույթի 20, չէ, ավելի 22 թե 23%-ը արդեն շահույթի 23%-ը գալիս է Հայաստանի բյուջե, այսինքն մի հատ ուրեմն ձեռնարկությունը շահութահարկ է վճարում, սովորական շահութահարկ ինչպես բոլորը։ Դրանք գումարած պետություններ որպես բաժնետեր մի հատ էլ շահույթի, այսինքն այն շահույթի, որից արդեն իսկ շահութահարկը վճարվել է, այդ տակը մնացած շահույթի, մաքուր շահույթի, որը պետք է գնա բաժնետերին, 23%-ն էլ պետությունն է վերցնում, պատկերացնում եք, չէ՞։ Սա մասին է խոսքը։ Պարոն Եղոյան, դուք ինչպես կնկարագրեք այս TRIP-ի ուղու եւ Զանգեզուրի միջանց կոչվածի տարբերությունը, որովհետեւ ընդդիմությունը ասում է, որ ըստ էության նույն բանն է։ Ես չգիտեմ ինչ է նշանակում Զանգեզուրի միջանցք։ Ով ասում է, թե ինքը մեկնաբանի, թե դա ինչ է նշանակում։ Ես գիտեմ, թե ինչ է TRIP-ը։ Որտեղ դա գրած է թղթի վրա, ով ասում է Զանգեզուրի միջանց, թող ինքը ասի, թե դա ինչ է, իրանից ենթադրում։ Այն հայտարարություններից, որ մենք լսել ենք Ադրբեջանի նախագահից, այն որ ասում են ոչ մեկի չպետք է հանդիպեն, այն որ ասում են պետք է ուղղակի մի անգամ նստես մեքենան, մեկ էլ մյուս անգամ մեքենայից իջնես Նախիջևանում եւ այլն, այս թղթից նման բան չի երևում։ Երևում է, որ լինելու է մաքսային վերահսկողություն, սահմանային վերահսկողություն, անվտանգային վերահսկողություն, ուրեմն դիմացի օֆիս, հետևի օֆիս, ընդ որում որոշումները կայացվելու են, այսինքն մաքսային եւ անվտանգային որոշումները կայացնելու են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից, այնպես ինչպես ամենտեղ, այնպես ինչպես բանում Բագրատաշենում, այնպես ինչպես Զվարթնոց օդակայանում, հա, հիմա Զվարթնոց օդակայանն էլ բանը չէ, կոնցեսիոն, եթե չեմ սխալվում, կոնցեսիոն կառավարման կա, չէ, Զվարթնոց օդակա կոնցեսիոն կառավարում է, բարձ է, անցակետերը չէ, բայց էդ էլ է, չէ, սա օդակայանն էլ է բան։ Օդակայանում էլ են, չէ, մարդիկ եւ ապրանքները սահման հատում։ Այսինքն այնտեղ կա մի հատ մաքսային ծառայությունն է կանգնած, մի հատ օդակայանի ծառայությունն է կանգնած, մի հատ ԱԾ-ի ծառայությունն է կանգնած, տարբեր գործառույթներ ունեն։ Նա
անվտանգությունն է ստուգում, նա մաքսային ռեժիմն է ապահովում, նա էլ այդ թռիչքների բանը, ինչ ասեմ, տեխնիկական մասն է ապահովում, տոմսերը, ուղեբեռի չափն է, էսա, այնա եւ այլն։ Նույնը հաշվեք, այսպես պատկերացրեք օդակայանի մոդելը, ուղղակի երկաթգծի վրա դա պրոյեկտ եք, որտեղ ասում եմ, պետությունը ունենալու է 26% շահաբաժին։ Ի հավելում են բոլոր հարկատեսակների եւ турքերի, որ ցանկացած ընկերություն պիտի այսպես թե այնպես վճարի Հայաստանում։ Եվ պարոն Եղան, դուք անդրադարձաք front office, back office-ին, այդ առաջին եւ հետին օֆիսներին, այնտեղ ովքեր են ծառայությունները իրականացնելու եւ ինչ օրենսդրությամբ են դրանք լինելու, արդյոք Հայաստանի իրավազորությունը ամբողջովին պահպանվելու է։ Այո, ամբողջովին պահպանվելու է եւ դա գրված է եւ չկա որևէ նշան, որևէ բանավոր նույնիսկ խոսք, ել չասած գրավոր խոսք, որ կհուշի, որ դա այդպես չի։ Այո, Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է, գործում է եւ գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքը։ Այդ ընկերությանը, այդ օպերատոր ընկերությանը front office-ում նստող կընտրի ընկերությունը, այն ընկերությունը, որ դեռ նոր պիտի ստեղծվի, իրենք կընտրեն բնականաբար այնտեղ որոշումների կայացման ինչպես տեքստում իսկ նշված է սկզբունքային հարցերում որոշումները չեն կարող կայացվել առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության, դա էլ է նշված սկզբունքային թե ռազմավարական բառը Ռազմավարական չէ։ Հա, սկզբունքային հարցերում պետք է կայացվեն Հայաստանի Հանրապետության համաձայնությամբ, բայց այդ ինչ որոշում պետք է լինի, որ ասենք խնդիր օրինակ առաջացնի, եթե միևնույնն է մաքսային ծառայողը մեր մաքսային ծառայությունից է ԱԱԾ ծառայողը մեր ԱԱԾ ծառայությունից է, այնտեղ մնում է այդ մասնավոր, ահա, ընկերության մասնավոր ֆունկցիաների, ինչպես օրինակ, ասում եմ, օդակայանի աշխատողը։ Հիմա մեր օդակայանը կարող է մի ծառայություն, ասենք, այդ տոմսերը ստուգելու, այսպես ասած, front office-ն, որ գնում ենք, մեր անձնագիրը ցույց ենք տալիս, մեզ տալիս են դեռ կա, չէ, այդ թղթային տոմսերը դեռ կան, թղթային տոմսերը տալիս են, դա QR-ով անցկացնում ենք, այդ դարպասը, այդ դռնակը բացվում է, մենք գնում ենք, ահա հիմա մենք որ գնում ենք, ասում ենք, դուք կներեք, դուք ո՞ր ընկերության աշխատող եք, դուք օդակայանի աշխատող եք, թե outsource եղած որևէ outsource արած կազմակերպության աշխատող եք, թե մենք դա երբևիցե դուք դա հարցրել եք, չէ, գնում եք մարդը նստած է, տալիս եք անձնագիրը, տոմսը տալիս է, նստում եք ինքնաթիռ, գնում եք ճանապարհին հանդիպելով պետական ծառայողների։ Պարոն Եղան, արդյոք խնդիրներ չեն առաջանա այն իմաստով, որ այդ front office-ում կլինեն Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ըստ էության, բայց սահմաններում մենք ունենք ռուսաստանցի ներկայացուցիչներ FSB-ից։ Տարբեր սահմաններ, բայց նույն շրջանում հայ-իրանական սահմանն է, նա Հայաստան-Ադրբեջան սահմանն է։ Չէ, նրանք տարբեր սահմաններ են։ Այո, բայց մեղրի շրջանում նկատում խնդիրներ չեն առաջանա, որ կան ռուսական ծառայողներ եւ այդ նրանք խնդիրներ չեն առաջացնի, որովհետեւ վերջերս խոսակցություններ կային, որ հենց նույնիսկ մեղրի շրջանում նկարումներ էին գնացել Միացյալ Նահանգներից լրագրողներ, FSB-ի ծառայողները խնդիրներ էին հարուցել, չէին թույլատրել նկարումները։ Այսպիսի խնդիրներ չեն կարող հարուցել ռուսաստանցի սահմանապահները։ Չէ, չեմ կարծում, ինչի պետք է խնդիր հարուցեն։ Նա ուրիշ գրկել եմ, նա ուրիշ սահմանա, այո, շատ մոտ են իրար գտնվում, գիտեք, այնտեղ լանդշաֆտը ոնց է, բայց մարդ ես, եթե ինչ-որ տեխնիկական մակարդակում, ես չեմ կարծում, որ քաղաքական մակարդակում որևէ խնդիր այնտեղ ծագի, բայց տեխնիկական մակարդակում, ձեր ասած լուսանկարել, կամերան մի քիչ աջ պահել, կամերան մի քիչ ձախ պահել, հա մարդ ես, եթե դա տեխնիկական ինչ-որ խնդիր ծագի, տեխնիկական մակարդակում էլ այդ հարցերը աշխատանքային կարգով շատ հանգիստ կլուծվեն, էլի, դա այն հարցը չի, որ այս մասշտաբի ծրագրերի դեպքում մենք ասենք կարող է խնդիր ստեղծի, թե չստեղծի։ Եթե խնդիրը ստեղծվի արդեն քաղաքական մակարդակում, դա կլինի առաջանալ այդպիսի խնդիր հաշվի դժվար թե կներեք։ Հաշվի առնելով Միացյալ Նահանգների Ռուսաստան հարաբերությունները դժվար թե առաջանան, հաշվի առնելով այդ հարաբերությունները։ Իսկ Իրանում խնդիրները, որ հիմա էլ կան, ինչ խնդիր։ Իրանում ստեղծված իրավիճակը եւ նաեւ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Դա մեր տարածքն է։ Այս ընկերությունը գործելու է մեր տարածքում, որը գտնվում է Իրանի սահմանին կից։ Ինչ խնդիր պիտի առաջանա, սա մեր պետության տարածքն է։ Մենք որևէ խնդիր չենք ստեղծելու որևէ մեկի համար եւ հուսով եմ մեր համար էլ որևէ մեկը որևէ խնդիր չի ստեղծի։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա ոնց են գործում։ Հենց հիմա Եվրամիության աջակցությամբ, Եվրամիության ուրեմն դրամաշնորհով մեղրի մաքսակետն է վերանորոգվում, նորը կառուցվում։
բանը արդիականացման process-ներն այնտեղ գնում։ Վաղը կարող է մի ուրիշ ծրագիր լինի մեր տարածքում։ Տարածքը մնում է տարածք, կապ չունի։ Էլի ասում եմ աշխատանքային մակարդակում, զուտ աշխատանքային, էլի այդ ձեր ասած այդ տեսախցիկը, հա, էլի տեխնիկական, ասենք, այսա նկարեց, նա չնկարեց, մի քիչ այստեղ մի sense շենք կար, մի քիչ այն կոն պահի տեսախցիկը նա չերևա, հա կարող է դες ինչ-որ թեթև աշխատանքային հարցեր ծագեն, բայց դրանք լուրջ խոչընդոտ չեն կարող լինել ռազմավարական հարցերը լուծելու ճանապարհին։ Եվ վերջին հարցը պարոն Եղոյան, կան արդեն գոնե հստակեցված մոտավոր ժամկետներ, թե երբ կսկսվի բուն շինարարական աշխատանք կամ նախագծման աշխատանքները, թրիպի ուղու եւ ավարտական աշխատանքները։ Դա որպես ինֆորմացիա, այնպես չէ որ կարող եմ հստակ ասել, բայց որպես ենթադրություն, դատելով նրանից թե ինչքան տևեց այս համաձայնություններին գալու process-ը, ենթադրում եմ, որ դա պիտի լինի ամիսների հարց, էլի, որովհետև այդտեղ իսկապես մեզ արագություն է պետք, որովհետև համաշխարհային տնտեսությունը տեղում չի կանգնելու եւ սպասի մեզ, մենք պիտի արագ հասնենք համաշխարհային տնտեսության եւ այդ աճող բեռնափոխադրումների սպասարկման տարիքի հետևից։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։